ով դեր Աստված մեր, քեզ մի ուրիշ դերեր մեր վրա դիրեցին։ Եսայա 26:13 Ցեզ հետ երկու գիրագի արդուներ մարմնավոր հավատացյալին հատկանիշերը սերդեցինք։ Այսօր գուզեմ ցեզի բացատրել, թե հավատացյալը ինչպես մարմնավոր գլա և մարմնավոր գլմնա։ Հոգևոր կյանքի դժվարություններն մեկը այն է, որ երբ մեղավորը գփրկվի, ապականության նշխարներեն մի քանիները իր հետը նոր կյանքեն ներս գբերե։ Ես օրինակ մը կործածած եմ անցյալի մեջ, այս արգութակցիա գուզեմ հիշել այդ օրինակը։ Նավակ մը ձողն մեջ կճամփորդեր, ալիքները աղի չուր թակեցին այդ նավակին մեջ։ Շարունակեց իր ճամփորդությունը և նավակը մեծ կետ մտավ, որ իր չուրերը այդ ձողն մեջ կտապեր։ Հիմա նավակը անուշ չուրի մեջ է, բայց մեջը աղի չուր կա։ Այդ նավակը ապաշխարող հավատացյալն է։ Ապաշխարեց, փրկվեցավ, բայց հին մարդը իր հետը բերավ, մեղ կործելու հագամգիտությունը հետը բերավ։ Ուրիշ բան ևս եղավ, մենք մեր մեղսալից կյանքի ընթացքին շատ տեսակ մեղքեր կկործեինք, երբ փրկվեցանք, այդ մեղքերեն հրաժարեցանք։ Բայց անոնց մեջ մեղք մգար, որ Եբրայեցի ստուգտին հեղինակը մեզ թյուրավ բաշարով մեղքը կգոչի այդ մեղքը, որուն հանդեպ մենք մասնավոր դգարությունը ունեինք։ Այդ բանը մեր սրտին կխոսեր։ Եվ մինչ մյուս մեղքերը ավլեցինք, աղբանոց ներեցինք, այդ մեկ մեղքը, բզդիկ մեղքը բահեցինք, որովհետև այդ բանը մեզի հաջորդ կբաճարեր, մեզի քոացում կբաճարեր, մեր կյանքին թագած էր, և մենք զայն բահեցինք, և զայն հյուրասիրեցինք, և այդ բանը մեզ մարմնավոր հավատացյալ ըրավ, որտև այդ մեղքին ասնելության դակ մնացինք, և ադեն այդ մեղքը կլող կվերցներ, և մենք մարմնավոր հավատացյալի բդուղը գծուցնեինք։ Ինչ այդ մեղքը, երկու շաբաթ ցեզի երկայն պարակ այդ մեղքերու ցանգը հիշեցի։ Այդ մեղքը գրնալ լալ հբարդություն, գրնալ լալ փարասիրություն, գրնալ լալ անձնասիրություն, գրնալ լալ աշխարհասիրություն, գրնալ լալ չներելու հոգին, գրնալ լալ նախանց, գրնալ լալ վշտանալ, սրտողիլ, արնվիլ և այլն։ Այս հիշված բաներեն և դագային հիշվելիքներեն ոևէ մեկ բան։ Այդ մեկ բանը մեզի փագավ և մենք զայն բահեցինք, զայն հյուրասիրեցինք։ Այդ աղի չորը նավակին մեջ մնաց, հագարակ անոր, որ մենք հիմա փրկության կյանքը գվայելենք և անուշ չուրի վրա գճամփորդենք։ Երբ Աստված Ադամ Եվան ստեղծեց, զանոնք չափահաս դարիքով ստեղծեց։ Չեմ գնար ճշգրիտ դարիքնին ցեզ ելսել, որտեղ հոն չէի այդ բախոն, բայց գխորին, որ իդեալ դարիքմը
մարդու համար երիտասարդի համար գիտելա օրինակ 28 տարեկան եւ չափահաս աղջկա համար 23-24 տարեկան։ Այնպես կխորին, որ Աստված այդ տարիքներում մեջ ստեղծեց մեր նախածնողքը, իբրև մանոք չստեղծեց, բիբերոնով զանոնք չգերագրեց, իբրև չափահաս, խելահաս մարդիկ զանոնք ստեղծեց։ Բայց երբ Սուրբ Օքին մեղավորին վերստին ծնունդով նոր կյանք կտա, զայն Քրիստոսով իբրև մանուկ կստեղծել։ Եվ երբ մենք բավաշխարեցինք, փրկվեցանք, Քրիստոսով մանուկներ իբրև աշխարհ եկանք։ Եվ մանուկը անշուշտ պետք է սնունդ առնե, պետք է մարզան կնե, պետք է մակրոտ շնչե եւ գամած մեծնա։ Այս է բնական օրենքը մանուկին մեծնալու համար։ Եվ փոն ուր կյանքը առողջ է եւ պայմանները կլրացվին, մանուկը նորմալ կերպով կմեծնա։ Բայց Քրիստոսով մանուկներ կան, որոնք չեն մեծնար, որոնց վրա են 20, 30, 50 երկար տարիներ կանցնին եւ դակավին Քրիստոսով մանուկ են։ Ասոնք մարմնավոր հավատացյալներն են, որ Քրիստոսով մանուկ են։ Եբրայեցիս 5-րդ գլխուն վերջավորության կտեսնենք այս տեսակ դասակարգը։ Եվ հեղինակը կկանգնի, գսե ժամանակին նայելով, այսինքն տարիներ անցած են, ժամանակին նայելով դուք պետք է պրոֆեսորներ եղած նայեք, բայց դակավին մանկաբարձի մեջ եք, դակավին հոգևոր կյանքի նախնական դարերը, սկզբունքները սորվելու պետք ունիք։ Ինչու՞, որովհետև չեն մեծած, տարիներ անցած են, եւ մենք այս տեսակ մանուկներու շատ կհանդիպենք մեր հոգևոր փորձառության մեջ եւ հայտնի գնեն իրենց մանուկը լալը, իրենց գործերով հայտնի գնեն, իրենց խոսքերով հայտնի գնեն, իրենց ցույց տված թերահավատությունով հայտնի գնեն, իրենց մարմնավոր գործերով հայտնի գնեն, որ չեն մեծած եւ Քրիստոսի մեջ իբրև մանուկներ մնացած են։ Ասիկա բնական օրինավոր ծերմը չէ։ Հավատացյալը փրկվել են ետքը պետք է Քրիստոսի պատկերին նմանելու սկսի։ Եվ ասիկա մենք կգոչենք հավատացյալին սրբացումը, sanctification։ Մարմնավոր հավատացյալներ կան արած են եւ Սուրբ Օքին այս գործեն չեն օգտվել։ Սուրբ Օքին այս գործը գիշվի 2 Կորինթացիս 3:18 համարի մեջ, որ գսե, բայց մենք ամենս բաց երեսով դերոջը փառքը որպես թե հայերի մեջ տեսնելով նույն պատկերին գնորոքվին փարացի փարս, որպես թե դերոջը հոգին։ Այս համարը գրնա ավելի լավ հայրենի թարգմանվի հետևյալ ձևով։ Մենք բոլորս բաց երեսով դերոջը փառքը գցոլացնենք եւ Սուրբ Հոգին ներգործությունով իր նմանությունով կփոխվենք փառքի մեկ աստիճանեն մյուս աստիճանին։ Գամ Սուրբ Հոգին մեր մեջ գործելով ժամանակի ընթացքին իրեն բես կլանք։ Այս այլապողությունը անհրաժեշտ է հավատացյալին համար։
Եվ Սուրբ Ոգին կորձը հավատացյալը այլափոխել է, Քրիստոսի մեզ ընել է։ Եվ հավատացյալը մարմնավոր կմնա, հանցանքը Սուրբ Ոգին չէ, հանցանքը իրն է։ Բայց ես չեմ ուզեր մարմնավոր հավատացյալը թադավարդել, գուցեմ իր հանցանքը մեղմացնել և զինք արդարացնել, ուրիշ աստղներ ալ պատասխանատու բռնելով իր այս սրբացման մեջ ուշանալու։ Հավատացյալը տեսանք, թե ինչպես մարմնավոր գլա, հիմա մի տեսնենք, թե ինչու մարմնավոր գմնա։ Հավատացյալին մարմնավոր ըլլալը որոշ չափով բնական է։ Մենք չենք անգալել, որ նոր ապաշխարում մեկը 24 ժամվա մեջ հոգևոր հասնության հասնի Քրիստոսի պատկերին նմանի, բայց երբ ժամանակ գանցնի և չնմանիր Քրիստոսի պես չլար, այն ադեն ըսել է, որ սխալ մգա դերմը, հանցանքմը, իր մեջ մանրեմը, մեղմը, որ գարկել է իր բնական աճումը։ Հավատացյալը ինչու մարմնավոր կմնա, երբ պետք եղած ուսմունքը չստանա իր եկեղեցիեն կամ իր խմբակեն։ Շնորհքի մեջ աճելու համար մենք պետք է նախ հոգևոր գիտության մեջ աճենք։ Հոգևոր գիտությունը հոգևոր կյանքի կանալին է։ Մեր դերսավ ճշմարտությունը պիտի գիտնանք ու այն ճշմարտությունը ցեզ պիտի ազատե։ Հովհաննես 8:32։ Ճշմարտությունը մեղավոր իր մեղքերեն պիտի ազատե եւ ճշմարտությունը մարմնավոր հավատացյալը իր մարմնավոր վիճակեն պիտի ազատե։ Բայց որպես ասկա գարելի ըլլա, մեղավոր պետք է գիտնա, գիտակցի իր մեղավոր ըլլալուն։ Մարմնավոր հավատացյալը պետք է գիտակցի, որ սխալ դեր կգնա, սխալ վիճակի մեջ է և այդ վիճակեն պետք է դուրս գա։ Այսօր համար է, որ Աստծո խոսքը քարոզվի, որ մեկ կողմեն մեղավորներ փրկվին, մյուս կողմեր հավատացյալներ սրբանան։ Մենք արտարություն չենք գնել այն վեհ գործումին, որով գանցված ենք, երբ մարմնավոր վիճակի մեջ կմնանք։ Եվ հավատացյալ մարմնավոր կմնա, երբ չանք չի թափեր ճշմարտությունը հասկանալու։ Հավատացյալներ կան, որոնք սիրտ չունին ճշմարտներ սորվելու, խորում ճշմարտներ սորվելու սիրտ չունին, գլուխ չունին, համբերություն չունին, չնախորժեր, թեթև բաներ լսել են գախորժեն, գեղեցիկ պատմություններ լսել են գախորժեն, որպեսզի թեթևնան, որպեսզի բրգված չիրեր թուլնան, որպեսզի ուրախանան։ Ես չեմ ուզեր գեղեցիկ պատմություններ պատմելով ծեր չիրերը թուլցնել։ Ուզեմ Աստծո խոսքը քեզի կարոզել, որպեսզի ճշմարտությունը գիտնաք և այդ ճշմարտությունը ձեզի օգտակար պիտի։ Հավատացյալ մայցելեցի, որ ժամանակ առաջ ապաշխարած էր, և ինչպես կերտած հոգևոր կյանքի մեջ, ես ըսավ հոգևոր կյանքին այդ փառակ բաներուն ըսավ չեմ հավատար։ Հասկացվեցավ ինչ ըլլալը։ Ձեզ բան լսեմ, երբ հավատացյալը սրբության հանդեպ մասնավոր փափակ չունի իր սրտի մեջ, օրեօր աճելու և Քրիստոսի պատկերուն նմանելու այդ փափակը չունի և գփախչի այդ բաներեն։
այդ հավատացյալին փրկության ես կկասկածի։ Ինչու՞։ Որովհետև մենք կհավատանք ըստ Աստծո խոսքին, որ երբ մեկը գավաշխարե կփրկվի, իսկական հավատացյալին սրտին մեջ Սուրբ Հոգին գուքա կպնագի, ոչ թե զինկայցել ադենադեն, կպնագի մնայուն permanent resident գլա հավատացյալի սրտին մեջ։ Եվ Սուրբ Հոգին հավատացյալին սրբության հանդեպ, Քրիստոսի պատկերին նմանելու հանդեպ այդ փափակը գտնե։ Եվ երբ այդ փափակը չկա, ասել է որ այդ կյանքը խախուր է։ Ասել է որ այդ կյանքը Սուրբ Հոգին իշխանության տակ չէ, Սուրբ Հոգին ազդեցություն չունի այդ կյանքին։ Ամենամար է որ հավատացյալ առաքյալը գսե, դուք ձեզ փորձեցեք տեսնելու համար թե հավատքի մեջ եք, եւ այս է թադաչափը, criterion, մեգումը իր անգերց հարազատ հավատացյալը լալը կամ չլալ հասկնալու համար։ Գրնաց տուն ինքզինգըտ քննել և դեսնել, թե ինչ տեսակ մեկն ես։ Եթե սրբության հանդեպ այդ փափակը չունիս, եթե հոգևոր ճշմարտներ սորվելու հանդեպ այդ փափակը չունիս, ընդհակառակը թեթև բաներեն գախորժիս, չես ուզեր խորհուրդները երթալ, չես ուզեր հոգևոր կյանքի մեջ նրբանալ, խորհուրդնալ, քակատներ կան, որոնք պետք է մագլցին հոգևոր կյանքի մեջ, չես ուզեր մագլցին, ուզես ուզած դերդ, եղած դերդ մնալ, գիտի որ հոգևոր կյանքդ խարխուլ հիմերու վրա է, եւ ուշ կանգանող թուն փորորվին հոգևոր կյանքեն պիտի ինաս։ Դարձյալ հավատացյալ մարմնավոր կմնա, երբ ոչ միայն ըսմունք դաստիարակություն չստանար, այլ սխալ դաստիարակություն կստանա։ Դժբախտաբար Սուրբ Տիրոջ վարդապետներ կան, որոնք հավատան, որ մարմնավոր վիճակը հավատացյալին համար բնական վիճակ մնե, եւ մարմնի մեջ ապրող են տարբեր վիճակ մնչան գալվիր։ Ոչ միայն չեն թադավարտել մարմնավոր վիճակը, այլ կհաստատեն այն։ Ոչ միայն կհաստատեն, այլ նաև կսեն թե այդ վիճակը անհրաժեշտ է, որպեսզի հավատացյալը մեղանչե, հետո խղճահարվի, հետո երթա Աստուծո խոստովանի իր մեղքը եւ Աստված իրեն ներե եւ ամեն անգամին որ Աստված իրեն կներե իր մեղքը, Աստվածային շնորհքը կփառավորվի։ Որքան որ շատ մեղք կործե, որքան որ շատ ներում ստանա, այն չափով Աստծո շնորհքը փառք եւ բադիվ կստանա։ Ուրիշ խոսքով, այս սուրբ վարդապետները մեզ գարաշնորհեն մեղքի մեջ մնալ, որպեսզի շնորհքը շատնա։ Ինչ կսե առաքյալը Հռոմեացիս 6-րդ գլխուն առաջին համարի մեջ։ Մեղքի մեջ մնանք, որպեսզի շնորհքը շատնա, կսե Քավլիցի։ Ինչպես կրնա հավատացյալը, որ ապաշխարած է, փրկված է, մեղքեն բոլորովին ծերբ ազատվելու համար մեղքի մեջ շարունակե։ Դարձյալ հավատացյալը մարմնավոր կմնա, երբ չգիտակցի, որ իր մարմնավոր վիճակը հին մարդեն ծագում կստանայի, որ սատանայի ազդեցություն տակ կգտնվի։ Դուք հին մարդու մասին շատ լսած եք։ Սեփերյան եղբոր օրերեն այս հին մարդը նոր մարդը գոհոլովի, բայց գիտնալ չի պավեր, նաև կործածվել պետք է։ Հին մարդը ուրիշ մեկը չէ, եթե ոչ հավատացյալը իր փրկվել են առաջ։ Ինչ որ էինք փրկվել են առաջ, ադիկա հին մարդն է։ Հին մարդը մեղքի այդ սկզբունքն է։ Այդ զորավոր հագամիլությունը, որ հավատացյալի մեջ կգտնվի եւ հավատացյալը մեղքի գարաշնորհ է,
այդ սկզբունքը հին մարդն է։ Եվ հին մարդը հյուրասիրելով ու անոր հրանքներուն հետևելով թավաջանմա հյուրասիրած կլանք ու անոր հետ կործակցած կլանք։ Եթե մարմնավոր հավատացյալը իր վիճակը աստուծո ագնոցով թիդելու ըլլա, ինքն իր մե պիտի քարշի և ամոթով պիտի մնա աստծո դիմացը։ Ուղղակի անբադրություն է աստծո սրբության դեմ։ Աստծո փրկության ծրագիր բարդության ենթարկելու ցեղն է։ Երկրորդ Կորինթացիս 5:17-ի մեջ առաքյալը գսե եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծված է, իներ անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ահա ամեն բան նոր եղավ։ Գրնան ասել, որ ամեն բան նոր եղավ։ Գրնան ասել, որ հին յանքեն որևէ բան չմնաց մեր մեջ, չլայնանալ, փարգանալ, սրտողել, վշտանալ, չներել։ Գրնան ասել, պետք է գարենան ասել։ Պետք է գարենան ասել, որտեղ Աստծո խոսքը այդպես կսել։ Իներ անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Բայց մարմնավոր հավատացյալը չի գնալ այդպես է, որտեղ լավ գիտե, որ հին կյանքեն գարկմը բաներ իր վրան փակած են և զանոնք հյուրասիրել։ Քննենք մեր անձերը, ցերկերնից մեր խժդանքին վրա տնենք և ինչ լավնից Աստծո խոստովանենք։ Աստված ծաղր չլար։ Գրնանք մենք մեր անձերը խապել։ Բայց մեր չորս կողմիներն ալ չենք գնար խապել։ Ձեզ բան մսեմ։ Այս եկեղեցի մեջ բոլոր հավատացյալներ իրարով հանցանքները գիտեն։ Որևէ մեկ հավատացյալը հիշե, անոր ինչ հանցանք լալը գիտեսենք էցի։ Եվ ես լսած եմ, արդահայտված եմ, ոմանց ավար լսած եմ, այդ քույրը շատ շուտ գարնվի, պետք է ուշադրությամբ խոսիս։ Այդ եղբայրը շատ շուտ գներանա, պետք չէ անոր թելին տպչիս։ Ասանք բոլոր փաստեր են, որ հին մարդը մեր մեջ ոչ է, արդուն է, գխորձե և իզին հայտնի գնե։ Բայց գիրեք, եղբայրներ քույրեր, ասկա մեզի անոտ է։ Մենք կրողնից պետք է գախենք Աստծո առջև այս բաներուն համար։ Պետք չէ մեր մասին այդ գաղափարը առնեն մեր շրջինները։ Հավատացյալ մարմնավոր կմնա, երբ հոգևոր գիտությունը գշպոթե հոգևոր կյանքի հետ։ Ճիշտ է, որ հոգևոր գիտությունը պետք է սադարել հավատացյալին հոգևոր բերերքին, բայց դժվարությունը հոն կայանա, որ շատ հավատացյալներ գիտնալնուն համար կգարձեն, որ նաև եղած են, բայց այդպես չէ։ Եվ ասկա մասնավորապես եղբայրության հավատացյալներուն համար գրնասվի։ Եղբայրության հավատացյալները գիտության մեկ պրոֆեսոր են։ Ոյև մեկը չի գնար իրենց հասնի։ Ասոր համար է, որ մենք երբեմն դժվարություն ենք ձեզի սորվեցնելու, որտեղ հազիվ թե խոսելու գսկսիկ, գսեք մենք գիտենք։ Մենք գիտենք այդ բաները։ Գիտենք այդ բաները։ Բայց ասել չէ, որ գիտնալնուտ համար նաև մարմնավոր չեք։ Գրնակ գիտնալ, գրնակ ինձ մի լավ գիտնալ, բայց նաև մարմնավոր հավատացյալներ մնալ։ Գիտությունը չէ միայն պետք եղածը։ Գիտությունը մարդը գբարդացնե և մեր մեջ հավատացյալներ կան, որոնք իրենց գիտությունով գբարդացած են,
բայց պետք եղածը մեր կիցածը կործատվել է։ Գարմը հավատացյալներու շատ գիտնալը իրենց մնաս կբաճարեն։ Եթե մեկը գգարձե թե պանմը գիտեր, թե պանմը չի գիտեր, ինչպես պետք է գիտնա, առաջին Կորինթացիս 8:2։ Շատ հավատացյալներ այս ճշմարտության պետք է գիտակցին։ Մարմնավոր հավատացյալին դգարություններն մեկնալ այս է։ Ինձ ինքը իմաստունի դեր տնել է։ Ինձ ինքնիդ իմաստունի դեր մի տնեք, Հռոմեացիս 12:16։ Հիշեցեք, որ Աստված իր խորհուրդները գարձեցյալ իմաստուններեն բահեց և դղայոց հայտնեց։ Աստված անպարտավաններուն հագարակ կենա, բայց խոնարհներուն շնորհ կտա, Հակոբը 4:6։ Հավատացյալ մարմնավոր կմնա, երբ Քրիստոսով իր թիրքը կշփոթի իր իսկական վիճակի հետ։ Ասկա քիչ դժվար է եւ բացատրական կգարողի։ Standing and state. Երբ Աստված մեզի գնայի Քրիստոսի մեջ են, մեզ գադարյալ կտեսնի։ Մեզ իդեալ դիվար հավատացյալներ կտեսնի։ Ասիկա Քրիստոսով մեր թիրքն է, բայց գրնալան, որ մեր վիճակը այդպես չլա։ Ասիկա պետք է իրար մեր զանազանենք։ Position and condition, standing and state, թիրք և վիճակ, այս երկուք շատ կարևոր է, որովհետև Աստված զիս գադարյալ կտեսնի, ըսել չէ, որ ես գադարյալ եմ, բայց վարդապետներ կան, որոնք այդպես կհավատան, կսեն Աստված զիս սուրբ և գադարյալ նկատել են վերջը, թող զիս պիտի շտկես, այդպես ըսողներ եղած են, և ասկա թշպարտություն մնե, որև այս սիրելի եղբայրները չեն գնալ այս երկու վիճակները, այսինքն թիրք և վիճակը իրար մեն զանազանել և սխալ երսակացության գհանքին։ Մեկ դեր գսեր սուրպեր Եփեսացիս 1:1, ուրիշ դերնալ գսեր սուրպեր ըլլալու գանչվածներուտ, առաջին Կորինթացիս 1:2։ Ավին վերջնալ գսեր Մերանցերը մարմնի ու հոգի ամեն երբ բլջտենը մակրենք և սրբությունը կատարելակործենք Աստծովախովը 2 Կորինթացիս 7:1, քանի որ սուրբ ենք, ինչ պետք ունենք մակրվելու, քանի որ մակուր ենք, ինչ պետք ունենք դագամին մակրվելու, ըսել է, որ մակուր չենք։ Մեկը մեր անունն է, մյուսը մեր անոնին դերը ըլլալնիս։ Մեկը Քրիստոսով մեր թիրքը, մյուսը մեր իսկական վիճակը։ Եվ ասոր մենք պետք է կարևորություն տանք։ Եվ չխաբվենք, երբ կգարտանք առակյաններով թողտերուն մեջ, որ հավատացյալներ շատ բարձր գեղեցիկ անուններով կջանցվին, հովեր չառնենք և չսենք, որ քանի որ Աստծո խոսքը գսե, որ ես այսպես եմ, ուրեմն ես այսպես եմ։ Անցդ քննե, եթե իսկական կործնական յանքի մեջ այդպես ես, Աստծո փառք տուր, որ քո անունի դերը եղար, բայց եթե այդ չես, ըլլալու աշխատել։ Դարձյալ հավատացյալ մարմնավոր կմնա, երբ իր վիճակը տեսնելը հետ մասնավոր չանք չի թափեր այդ վիճակեն ազատվելու համար։ Ասիկա ցավալի է, ասիկա Աստծո բանվերին աննազանդ ըլլալ է, Աստծո աչքերուն մեջ նայելով մարմնավոր վիճակը շարունակել է։ Մենք պետք է լավ գիտնանք,
որ որոշ պատասխանատվություն ունի եւ մեզի ինքս բարդականություն պետք է հավատարմությամբ կատարենք։ Սուրբերուն գադարելությանը համար Աստված խորհիդներ ու վարդապետներ, Bible teachers նշանակած է։ Այս հավատացյալներ Քրիստոսը ճանչնալու գադարյան մարդը լալով Քրիստոսի լման հասակին չափը հասնելու համար պետք է աշխատին չեն գնալ անդարբեր մնալ։ Երբ մենք փրկվեցանք, այդ փրկության մեջ բացարձակ որևէ գործ չունեցանք։ Մեկ գոմ գեցանք, ծիդեցինք, մինչ Քրիստոս մեզի համար մեռավ, Սուրբ Ոգին մեզի հավատք տվավ եւ մեզի վերստին ծնունդ տվավ եւ մենք փրկվեցանք։ Այդ գործի մեջ բացարձակ մենք մասնակցություն չունեցանք։ Բայց երբ սրբացման գուկա այնադեն հավատացյալին կործակցությունը անհրաժեշտ կդառնա, որտեղ Սուրբ Ոգին զիս կսրբացնե այն չափով, որ ես սրբանալու գոհարի, Սուրբ Ոգին զիս կսրբացնե այն չափով, որ ես սրբանալու համար պետք եղած քինը վճարելու գոհարի։ Սուրբ Ոգին առանց հագարակ իմ կամքիս, առանց իմ թույլատվությանս զիս սուրբ պիտի չնե։ Անորանում մենք շատ կարևոր պատասխանելու բարդականություններ ունենք այս խնդրում մեջ։ Եվ վերջին գետսալ այս է, հավատացյալներ ինչու մարմնավոր գմնան, որովհետև բանջված քինը չեն վճարեր այդ վիճակեն դուրս գալու համար։ Գիտեն որ եթե այդ վիճակեն դուրս գալու լան, իրենց այդ սիրելի մեղքը պիտի զոհեն։ Այդ մեկ բանը, որ իրենց շատ հաճույք կպատճառե եւ շատ գոհացում կպատճառե, այդ բանը աղբանոց պիտի նետեն, ինչպես Պողոս Արաքյալ կվկայե իր անցյալի սխալ վիճակներուն համար եւ գսե թե ինչպես անոնցվե բոլորովին հրաժարեցավ եւ աղբագույդին վրա նետեց, այդպես պետք է ունենք մենք եւ պետք է հոժարենք անոր։ Պետք է հոժարենք զոհելու, որովհետև այդ մեղքը բահելով նախ Աստծո ծրագիրը բոլորովին բարդության մատնած կլանք, Սուրբ Ոգին դրդմեցած կլանք, մենք հոգևոր կյանքը առավելագույն չափով չենք կրնար վայելել եւ քայթավության պատճառ կլանք եւ եկեղեցին մեջ Սուրբ Ոգին կորզելուն արգելք կլանք։ Գլեսնեք թե մեկ հավատացյալին մարմնավոր վիճակի մեջ շարունակելը եւ այդ վիճակեն դուրս գալ ճուզելը եւ այդ իրեն սիրելի գուրքը չզոհելը ինչ մեծ վնասներու գարաշնորդ է։ Պողոս Արաքյալ նույն բաները ալդևություն գսվե թիպված հավերականության լույսին տակ, ինչ որ ինձի շահեր զանիգա Քրիստոսի համար վնաս տվեցի եւ իրա բոլոր բաներն վնաս կսվեն իմ դերոջս Քրիստոս Քրիստի կերազանց գիտության համար եւ ալդևություն գսվեն, որբեսի Քրիստոսը շահի։ Ֆիլիպեցիս 3:7-8։ Դարձելի բավական գյուտեր տվից էր արջև։ Եվ կխնդրեմ, որ լրջապար արնեք այս խնդիրը։ Բոլոր հավատացյալներուն ոչ կուղեմ։ Այնպեսի շրջանի մեջ կապրինք, երբ Քրիստոսի կալուստը հավատացյալներու հափշտակությունը որևէ դեն գրնա տեղի ունենալ։ Այս քրիտիկ շրջանին, այս վճռական շրջանին բահուն հավատացյալներ պետք է հարթնան, պետք է իրենք սիրեն քննեն, պետք է մարմնավոր վիճակներեն դուրս գան,
պետք է խոնարհին Աստծո առջև գոդրվին, փրկվին, զոհեն, զոհվին, որպես Աստծո ուսած դերը կանք, որպեսի սուրբ ցերքեր վերցնելով գարենանք աղոթել, որպեսի աշխարհին ասպարեզ գարտանք եւ գարենան ասել իմ մեջս որևէ սխալ վիճակ գտեսնես, ասել, երեշիս ասել, այսպես հավատացյալներ պետք է գարենան աշխարհի ասպարեզ գարտալ։ Այս է, որ աշխարհի պիտի Քրիստոս ըրար այս բանը, այդ ասպարեզը գարտած ժողովրդի, ցենց մե ով ինձ համար մեղքի նկատմամբ կրնա համոզել սա, եւ որևէ մեկը բանը չի գցավ ասել։ Մենք պետք է գարենանք այդպես ասել, եւ այդ դերը հասնենք այս եկեղեցին աղբության օրեր վայելելով իսկսի։ Եվ Աստված շնորհե, որ այդ օրը վերջապես օրը կա։